Թադևոս Ավետիսյան հաջորդ ելույթի համար։ Սիրելի հայրենակիցներ, հաջորդ տարի ավարտվում է օրվա կառավարության ծրագրի ժամկետը, իսկ պոպուլիստական խոստումների կատարման համար փաստացի մնացել է մեկ բյուջետային տարի։ Հիմա բերեմ ընդհանրական մի քանի գնահատումներ չկատարվող սոցիալական խոստումների մասին։ Այս խոստումները վերաբերում են սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր հանրության շուրջ 40%-ին։ Այդ թվում անապահովության նպաստ ստացող ընտանիքներ, կենսաթոշակառուներ, աշխատող աղքատներ եւ ծայրահեղ աղքատներ։ Նախ արձանագրենք, այս իշխանության անցնող 7 տարիներին այս քաղաքացիների կյանքի որակը նվազել է, քանի որ պարզ միջին գնաճը գերազանցել է նրանց եկամուտների միջին աճին։ Չնայած խոստանում էին ծայրահեղ աղքատության վերացում, աղքատության կրկնակի կրճատում եւ այլն, սա բոլորս գիտենք։ Իսկ հիմա այսօրվա կառավարության ծրագրի 4-ի 6-րդ բաժնում մինչև 2026 թվականը խոստացել են. Առաջին, նվազագույն կենսաթոշակի չափը հասցնել պարենային զամբյուղի արժեքին։ Երկրորդ, միջին կենսաթոշակի չափը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Երրորդ, նվազագույն աշխատավարձը դարձնել 85,000 դրամ։ Հիմա ներկայացնեմ պաշտոնական վիճակագրության փաստերը։ Շուրջ 500,000 կենսաթոշակառուների ամսական կենսաթոշակի միջին չափը ընդամենը 49,000 դրամ է, իսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը նույնիսկ 2024 թվականին 75,800 դրամ էր, իսկ այս տարի գնաճով պայմանավորված այդ արժեքը բնականաբար ավելացել է։ Իդեպ, նոր նշանակված կենսաթոշակառուների թոշակի միջին չափը գնալով նվազում է աշխատանքային ստաժերի կրճատմանը զուգահեռ։ Այդ ցուցանիշը 2024 թվականին 49,000-ի փոխարեն կազմել է 43,000 դրամ։ Ավելին, աշխատանքային կենսաթոշակառուների շուրջ 20%-ը ստանում են 38,000 դրամ միջին կենսաթոշակ, իսկ կենսաթոշակառուների շուրջ 1/3-ը աղքատ են կամ ծայրահեղ աղքատ եւ ստանում են անապահովության նպաստ։ Այսինքն, խոստումը կատարելու համար հաջորդ տարի այս կառավարությունը միջին կենսաթոշակը պիտի բարձրացնի 55%-ով։ Մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շուրջ 35,000 քաղաքացիներ ստանում են ծերության նպաստ, որը կազմում է ընդամենը 36,000 դրամ։ Այսինքն նվազագույն կենսաթոշակի չափն էլ հաջորդ տարվա համար պիտի բարձրացնեն առնվազն 14%, քանի որ միայն պարենային զամբյուղի արժեքը արդեն 41,000 դրամ է։ Անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը այս իշխանության օրոք իրականացված տարբեր խստացումների եւ մանիպուլյացիաների հետևանքով նվազել է շուրջ 40%-ով, դառնալով 60,752 ընտանիք, եւ սա այն դեպքում, երբ որ գրեթե չի փոխվել աղքատության միջին մակարդակը։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան։ Ամփոփեմ մեկ նախադասությամբ։ Արդեն ակնհայտ է, որ այս խոստումները եւս մնալու են թղթի վրա, քանի որ դրանց կատարման ուղղված փոփոխություններ նախատեսված չեն կառավարության արդեն իսկ հաստատած 2026 թվականի պետական բյուջեի նախագծում։ Արմեն Ղազարյան։